Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ջորջան, իշքան ուզում եք ասեք, այն իմ ասածները ինչ որ ասում եմ, գյումրեցիները շատ լավ գիտեն, շատ լավ հասկանում են ինչի մասին եմ խոսում ու ինչ որ ես արդեն 2 ամիս ասում էի հարցազրույցների ժամանակ, գյումրեցիները շատ լավ այդ ամեն ինչը ֆիքսել են եւ 17200 եկել մեր Սարիգին ու քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայն է տվել։ Իսկ այն տեխնացուներին, որոնք քաղաքացիները ձայն են տվել, թող երևի թե պատրաստվեն պիոների վսկապներով գնալ ավականիների նիստերին, չնայած կոմունիստական թե սաղ աշխարհը առաջ է գնում, Գյումրին հետ է գնում։ Կարմիր վսկապներով դի գնան ավականու նիստերին, մավզալեյնը կողք սարքենք, Լենինագանը դարձնենք հին անունը։ Չի կարելի կոմունիստական կուսակցությունն է, մենք քաղաքացիական պայմանագիրն ենք։ Այն կոմունիստական կուսակցությունն է։ Դե Լենինի դեմքին շաբիտ էր եկել, որ Գյումրիում կրել է սովետը քանդվելուց հետո։ Ստալինինը չեմ տեսնում, Լենինը թաղված չէ, Ստալինը թաղված է։ Կգնանք տեսնենք, պարոն Արոշյանյան, դուք ասում եք, որ իրավական առումով նորմալ է, բայց բարոյական չէ։ Իսկ Վանաձորում, որ դուք պարտվել եք եւ Մամիկոն Ասլանյանը հաղթել էր, հետո հայտնվեց բանտում չդարձավ քաղաքապետ։ Ալավերդյում էլի հաղթած տեխնացուն վերջում այդպես գծերից գցեցիք ձեր տեխնացունի սարքեցիք, դա բարոյական է։ Ժորժան, մենք փարակյարում մեր տեխնացուներ։ Ժորժան, փարակյար այդ որ ասում է, նաև նույն ձևով իրավական գործընթացներով անցավ մեր փարակյարի քաղաքապետը, որը հայտնվել էր իրավական գործընթացների մեջ։ Այդ նույն բանը ասելուց այն մյուսն էլ ասեք, Ժորժան։ Ապրելու երկիրներ հաղթել, Վանաձոր Մամիկոն Ասլանյանն հաղթել։ Իրավական գործընթացները, իսկ այս իրավական գործընթացներ չեն, այս Ժորժան իրավական գործընթացներ էր, այստեղ իրավական գործընթաց որևիցե չկա։ Ինչ է պահին հայտնվեց այդ իրավական գործընթացը։ Ես ասեցի իրավապահ համակարգին կանչեք հարցրեք, ես Գյումրու մասին եմ ասում։ Գյումրիում իդեալական ընտրություններ են եղել մասնակցության առումով 17200 քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյանին տված քվեների առումով, որևէ միջադեպ չգրանցվելու առումով, որևէ մեկի քթից արուն չգալու առումով, գյումրեցիները շատ լավ հասկանում են ինչի մասին եմ խոսում, որևէ մեկի չձերբակալվելու առումով։ Կալանավորվելու։ Չէ, 70 տարեկան տատիկին կալանավոր եք, Չէ, Ժորժ ջան, բուն ընտրական գործընթացների մեջ, ընտրակաշառքամայլ գործընթացներ, ինչի։ Դուք որ նախ ասում եք 17200 սենց ներկայացնում եք դա քպին, ինչքանով եք ունեք վերլուծություն, որ դա քպին տված ձայնն է, այն ոչ թե Սարիկ Մինասյանին, ով անձ, որը Գյումրիում բավականին մեծ ռեյտինգ ունի, եւ հետո որ ասում եք որևէ միջադեպ չի եղել, դուք հենց ձեր Սարիկի թաղամասում տեսնում եք ինչ իրավիճակ էր, ինչ ոնց էին թիրախավորում լրագրողներին, ինչ խմբեր էին ձևավորված։ Բոլոր թաղամասերում էլ տեսել եմ ու հետևել եմ գործընթացը, ոնց է կատարվել, որևէ միջադեպ չի գրանցվել, հստակ կարող եմ ասել, ոչ թե միայն չի գրանցվել, ես ամբողջ ընթացքում կապի մեջ եմ եղել բոլորի հետ եւ հստակ կարող եմ ասել, որ Փառք Աստծո նախկին փորձը չի եղել եւ որևէ միջադեպ չենք ունեցել, որևէ կալանավորված անձ չենք ունեցել, որևէ մեկի քթից արուն չի եկել, այդ ամեն ինչը շատ խաղաղ հանգիստ անցել է, որը ի սկզբանե հորդորում է բոլոր ուժերին ու տեխնացուներին եկեք Գյումրու ընտրությունները դարձնենք յուրահատուկ ցույց տալու համար Հայաստանին, որ կարելի է այսպես ժողովրդավար ընտրություններ անցկացնելու։ Շնորհակալ եմ, որ բոլորը լսեցին այդ հորդորը եւ որևէ տհաճ միջադեպ Գյումրիում տեղի չունեցավ, որովհետեւ իմ համար խնդիր էր որևէ մեկի հետ Գյումրեցի կամ Շիրակի մարզի որևէ բնակչի հանդեպ որևէ խնդիր առաջանալու պարագայում այդ համարում էի անձամբ իմ խնդիրը։ Այնպես որ մենք քվեները 17200 քվե ենք ավակի Ժորժ ջան, էլի եկել ասում եք պարտվել ենք։ Ինչին ենք պարտվել։ Կարող եմ ասել փարակյարում պարտվել ենք Ժորժ ջան, ու շատ նորմալ գործընթաց է, երբ որ ընտրությունների ժամանակ որևէ ուժ պարտվում է, որևէ ուժ հաղթում է։ Քվեների մասով ասեմ Ժորժ ջան, քաղաքացիական պայմանագիր կուսակցության թերթիկը երբ որ վերցնում էր համար 1-ը, այդ միասնական թերթիկ էր, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն էր, որը Սարիկ Մինասյանն էր, որը Դավիթ Արուշանյանն էր, որը մեր ավականու 99 տեխնացուներն էին, որը Նիկոլ Փաշինյանն էր, որը Ալեն Սիմոնյանն էր, բոլորին չթվարկեմ, մեր գործընկերներին, թե ազգային ժողովի, թե կառավարության, ինքը միասնական մեկ թերթիկ էր։ Բնականաբար Սարիկ Մինասյանը, բնականաբար, այդտեղ այդպես որ
բաժանեն գործոնների, այո, տարբեր գործոնների պարագայում թվերը գուցեև տարբեր լինեին, այդտեղ չենք էլ ժխտում ու չենք էլ բացառում։ Սարիկ Մինասյանի մենք միասնական մի հատ թիմ էինք, ու այդ թիմից որևիցե մեկին հանելու պարագայում, այո, գուցեև նույն պատկերը չունենային։ Պարոն Ախշանյան, դուք ասացիք, որ պաշտոնական հայտարարություններ կլինեն առաջադրման եւ մնացածի մասով մանդատների բաշխումից հետո հնարավոր է արդյոք ինքնաբացարկներ եւ այլն Երևանի process կլինի, ինչ ավականի ըստեյությամբ լինի արդեն նոր կհայտարարեք։ Պարոն Ախշանյան, քաղաքական առումով քաղաքացիական պայմանագրի համար ընդունելի սցենար կլինի, որ ընդդիմությունը օրինակ կներկա ձեր տեխնացուին եւ Սարիկ Մինասյանը դառնա քաղաքապետ։ Ես էլ եմ ասում, սպասենք ամսի 16-ին, մինչ այդ 14-ին մանդատները կվերցնեն, կլինի պաշտոնական հայտարարություն, թե մենք ինչ դիրքորոշումով ենք առաջարժվելու, ամսի 16-ին կլինի ընտրությունները, եւ ամսի 16-ին գուցեև դրանից հետո մենք հանդիպենք իրար հետ եւ ես իմ բարձաբանումները կտամ։ Տեքստը հիմի հայտարարության չեմ բացելու, իմ համար որպես մարզպետ առաջնային է, գիտեք առաջ օրվանից ասել եմ, յուրաքանչյուր Շիրակի մարզի բնակչի եւ յուրաքանչյուր Գյումրեցու շահը, Ժողովուրդ ջան, կամ վերցրեք կամ ես Ժողովուրդ ջան, մեր ամեն ինչի մեջ վատն եք փորձում տեսնել, մեր կառավարությունը ստեղծել է նման անկյուն ձեր լրագրողների աշխատանքը ավելի լավը դարձնելու համար։ Խորհրդորեմ ավելի մեծը տա։ Ընդունելի, բայց կլինի ստանալ ընդդիմությունից ձայներ։ Մեր համար ընդունելի կլինի այն որոշումը, որը կայացնի 33 ավականիները միասին։ Եվ ես որպես մարզպետ էլի եմ կրկնում, իմ համար առաջնային է Շիրակի մարզի Գյումրեցու յուրաքանչյուր Գյումրեցու Շիրակի մարզի բնակչի կյանքի որակի փոփոխությունը։ Իմ մոտ որևէ բան չի փոխվել ու չի փոխվելու։ Ես պատասխանատվություն եմ վերցրել բոլորի հանդեպ, մեր քաղաքացիների հանդեպ եւ նույն ձևով առաջնորդվելու եմ յուրաքանչյուրի կյանքի որակը փոխելու համար։ Ժողովուրդ ջան, ավականիները օրինակ ընտրեն ընդդիմադի որևէ տեխնացուի։ ոչ, հնարավոր չէ։ Ավականիներ չէ, ավականի անդամներ։ Ավականին